Best Life հայ-ճապոնական բժշկական կենտրոնում բուժվում են սիրտ-անոթային բոլոր հիվանդությունները։ Լավագույնս կատարվում են բացառիկ միջամտություններ, սրտի ստենտավորում կրկնակի դեղապատ եւ լուծվող ստենտներով եւ սրտի կլապանի վերակառուցում հիվանդի սեփական հյուսվածքներով։ Բուժվում են նաեւ նյարդաբանական աղեստամոքսային հիվանդությունները։ Գործում է համակարգչային տոմոգրաֆիա, նորաբաց հեմոդիալիզի բաժանմունք, շտապօգնության ծառայություն, պոլիկլինիկա։ Մանրամասների համար զանգահարել 015 80 80 08 կամ 012 80 8008 Best Life, մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով։ Բարև հարգելի հեռուստադիտող, Մեդինֆորմ հաղորդաշարն է եթերում, մեր այսօրվա թեման շատ տարածված է հատկապես տարեցների շրջանում եւ յուրաքանչյուրս ովքեր ունենք մեր շուրջը տատիկներ, պապիկներ, գրեթե յուրաքանչյուրս այս խնդրի հետ բախվում է եւ հարկ է իմանալ ամեն մանրամասն այս հիվանդությունների բուժման մասին։ Այսօր մենք զրուցել ենք Պարկինսոնի հիվանդության մասին, ինչպես նաեւ կանրադառնանք էպիլեպսիայի մասին, պարզվում է այս հիվանդությունը հրաշալի ձևով վիրահատական լուծմամբ վերանում է եւ հարկ է իմանալ պարզապես բժշկական աշխարհի վերջին նորամուծությունները։ Մինչ բուն թեմային անցնելը ես մի փոքրիկ ուսումնասիրություն կարդամ Տորոնտոյի համալսարանի աշխատակիցների կողմից կատարված։ Նրանք ուսումնասիրել են 70-3500 պացիենտների, որոնք տառապել են Alzheimer-ի հիվանդությամբ, պարզվել է, որ ուղեղը ամենալավը աշխատում է ամռան ամիսներին եւ վաղ աշնանը, ամենից վատ աշխատում է ձմռանը եւ գարնան ամիսներին։ Եթե կոգնիտիվ կարողությունների նվազումը նույնացնենք ծերացման գործընթացի հետ, ապա սա լրացուցիչ 5 տարի է։ Բացի այդ, ցուրտ եղանակին դեմենցիա, չափավոր ճանաչողական խանգարում ախտորոշման հավանականությունը 31%-ից բարձր է, քան տաք ժամանակ։ Հայտնաբերված տատանումները կապված են մի քանի գործոնների հետ, որոնք ազդում են եւ հորմոնալ մակարդակների եւ արյան մեջ վիտամին D-ի պարունակության վրա։ Բացի այդ, տաք եղանակին մարդիկ ավելի ակտիվ են եւ ավելի շատ են միրգ բանջարեղեն օգտագործում, քնի ռեժիմը կարգավորում, այս ամենը իհարկե հրաշալի անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա։ Հայտնի է նաև, որ ընկճախտը ավելի հաճախ զգացնել է տալիս նույնպես ձմռանը։ Իհարկե հիվանդության դեպքում այս ամենը անզոր են, քանի որ ախտահարվում են ուղեղի բջիջները։ Թե ինչ է տեղի ունենում մարդկանց հետ ուղեղի բջիջների ախտահարման ժամանակ, Պարկինսոնի հիվանդության եւ էպիլեպսիայի ժամանակ սիրով մեծ հետաքրքիր մանրամասներ եւ լուծման նորագույն մեթոդներ կներկայացնի Նայիրի բժշկական կենտրոնի նյարդաբան Քրիստինե Բաղդասարյանը։ Բարև բժշկուհի։ Շնորհակալ եմ, որ Մեդինֆորմի հյուրն եք։ Ես եմ շնորհակալ։ Եվ ամեն անգամ ձեզ հետ զրուցելի շատ հետաքրքիր նորություններ ենք իմանում բժշկական աշխարհի, տվյալ դեպքում նյարդաբանության ոլորտի մասին, ինչը միշտ օգտակար է, որովհետև նյարդաբանական խնդիրները ամենատարածվածն են։ Եվ այսպես խոսենք Պարկինսոնի մասին մի փոքր, հետո կանդրադառնանք էպիլեպսիային։ Ինչ հիվանդություն է եւ որ տարիքից է սկսում ի հայտ գալ։ Դուք շատ ճիշտ ասեցիք, որ Պարկինսոնը հիմնականում տարիքով մեծերի ավելի հիվանդություն է, սակայն այն վերջի շրջանում նկատվում է նրա երիտասարդացումը։ Մենք բավականին շատ հիվանդներ ենք տեսնում ավելի երիտասարդ տարիքում, 40 անց, գուցե նաև 30 անց, իհարկե դրանք եզակի դեպքեր են, բայց դրանք կան։ Դե սովորաբար ընդունված է, որ Պարկինսոնի հիվանդությունը զարգանում է տարեցների մոտ նրա պատճառով, որ դա ուղեղի բնական ծերացման պատճառն է եւ բնականաբար առաջանում են այնպիսի խնդիրներ, որոնք որ մեզ բոլորիս հայտնի են երևի թե այդ մկանային կարկամության, դանդաղաշարժության եւ դողի այն ինչ որ ակնհայտ կարելի է դիմացինից նկատել։ Սակայն ոչ միայն տարիքն է կարող վտանգավոր պայման Պարկինսոնի զարգացման համար, դա կարող է լինել նաև որոշակի նեյրոինֆեկցիաներ, այսինքն ուղեղի տարած բորբոքումներ, վնասվածքներ, որոնք կլինեն կոնկրետ ուղեղի կենտրոններում, որոնք պատասխանատու են մեր այդ ճկուն շարժումների համար եւ կարող են նույնպես որպես հետևանք առաջացնել Պարկինսոնի։ Եվ որոնք անտեսվել են, այո, պետք է նշենք։ Այո, նրանց երբեմն ախտորոշի ճարումով դժվար է հայտնաբերել եւ բավականին տարիներ է կորցնում հիվանդը, այդ հիվանդությունները կարող են թաքնվել դեպրեսիաների տակ, կարող են թաքնվել կոգնիտիվ որոշակի ճանաչողական խանգարումների տակ, մինչև որ ի հայտ կգա իր կլինիկական պարզ եւ հայտնի ձևը, կարկամությունը, դողը եւ այդ դանդաղաշարժությունը։ Այ հետաքրքիր է, ապրած տարիների ընթացքում վարած կյանքը, կենսակերպը, ընդունած սնունդը, հանգստի ռեժիմը, սպորտով զբաղվելը, այս ամենը կարող է մեծ տարիքում որևէ նշանակություն ունենալ։ Չկան հստակ տվյալներ, որ դրանք մեծ նշանակություն ունեն,
են, բայց իհարկե առողջ ապրելակերպը, ճիշտ կենսակերպը դրանք իհարկե դրականորեն են ազդում, սակայն նաև նմանատիպ կյանք վարող մարդկանց շրջանակներում ելի մենք կարող ենք տեսնել Պարկինսոնի հիվանդություն եւ ընդհանրապես այլ նեյրոդեգեներատիվ պրոցեսներով արտահայտվող հիվանդություններ, այսինքն չի սահմանափակվում, նրանք կարող են խթանիչ գործոն լինել, բայց պարտադիր պայման չէ, որ մենք այդ ամենը պահպանել եւ կանխարգել ենք, այո, եւ մի փոքր էլ անդրադառնանք էպիլեպսիային, քանի որ խնդիրը տարիների վեր անլուծելի է թվացել եւ այսինքն մարդը դեղորայքակախյալ վիճակում է հայտնվում, եթե չի գործածում այդ էպիլեպտիկ նոպաները ուղեկցում են, եթե գործածում է ժամանակավոր դադար, այսպես ասած բնականon կյանքի է վերադառնում, միթե էպիլեպսիան նույնպես կարելի է դասել այս շարքին եւ արդյոք այս խնդիրը որևէ ուսումնասիրության ենթարկվել է վերջին ժամանակներս։ Էպիլեպսիան իրականում Պարկինսոնի հետ բավականին տարբեր հիվանդություններ են, ճիշտ է, բայց նյարդաբանական, այո, նշենք, որ գլխուղեղի ախտահարման հետևանքով, ընդ որում եթե մենք խոսում ենք իրական էպիլեպսիայի մասին, այսինքն որը որ դրսևորվում է վաղ մանկական հասակից եւ հետևանք է ուղեղի զարգացման որոշակի առանձնահատկությունների, մենք չենք խոսում այն էպիլեպտիկ համախտանիշների մասին, որոնք կարող են զարգանալ կաթվածներից հետո, վնասվածքներից հետո, ուղեղի ինֆեկցիոն հիվանդություններից հետո կամ դիսմետաբոլիկ որևէ պրոցեսներից հետո, եթե խոսում ենք պարզ էպիլեպսիայի մասին, այո, հիվանդը, այդ պացիենտը մինչև կյանքի վերջ պետք է դեղորայքակախյալ լինի։ Նրանք ունեն որոշակի կենսակերպ եւ նրանց խորհուրդ է տրվում որոշակի նաեւ սննդակարգ, այդ հայտնի կետո դիետաներ ասածը, որ բավականին մեծ արդյունք է թողնում ու գրեթե վիրահատությանը հավասար արդյունքներ կան ֆիքսված էպիլեպտիկ հիվանդների մոտ, այո, նկատի ունեք։ Բայց եթե խոսում ենք մաքուր էպիլեպսիայի մասին, ապա դա հայտնի վիճակագրական փաստ է, որ մոտ 30% բուժառուները չեն ենթարկվում դեղորայքային բուժման։ Այսինքն ցանկացած տարբեր տիպի դեղորայք, հակացնցումային դեղորայք օգտագործելով տարբեր տիպի համադրություններ, օգտագործելով տարիների ընթացքում միևնույնն է չի հաջողվում հասնել մի որևիցե կայուն վիճակի, որ գոնե ցնցումները կլինեն տարեկան 1 կամ 2 անգամ, նմանատիպ հիվանդները կարող են ամսվա մեջ 3-ից մինչև 15 եւ ավել ցնցում ունենալ, իսկ դա բավականին սահմանափակում է նրանց կյանքի որակը նրանց եւ նրանց ընտանիքի անդամների։ Այս ծննդաբերությունը կարող է այս հիվանդությունը ավելի խորացնել։ Գիտեք, տարբեր են տվյալները հղիության եւ ծննդաբերության առումով։ Էպիլեպսիայով հիվանդ կինը հղիության ընթացքում ընդհանրապես կարող են նոպաչ ունենալ եւ ընդհակառակը առողջ կնոջ մոտ կարող են որոշակի հորմոնալ եւ նյութափոխանակության խանգարումների արդյունքում առաջանալ էպիլեպտանման նոպաներ։ Ծննդաբերությունը հիմնականում բնականաբար ոչ ինքնուրույն է, որտեղ դա ամեն դեպքում ստրես է եւ կարող է դրդել նոպա, եթե կինը արդեն հիվանդ է էպիլեպսիայով։ Նոպաների շատացում կարող ենք նկատել ծննդաբերությունից հետո, թե երևի թե օրգանիզմից կախված։ Հստակ ցուցանիշ չի, օրգանիզմից կախված, այստեղ կարող է եւ ավելանալ եւ պակասել, քանի որ հղիության ծննդաբերության շրջանում, հետծննդաբերական շրջանում նաեւ շատ ակտիվ են հորմոնները, որոնք որ էլի իրենց դերը կարող են խաղալ, այնպես որ դա շատ անհատակ է։ Այո, շնորհակալ եմ բժշկուհի եւ անդրադառնանք այն նորամուծություններին, որոնք վերջերս են Հայաստան մուտք գործել։ Իհարկե մեր բժշկական աշխարհը միշտ էլի պրոֆեսիոնալիզմով հայտնի ամբողջ աշխարհում, բայց կան մեթոդներ, որոնք փոքր-ինչ ուշ են մեր հանրապետություն հասնում եւ հիմա դուք տիրապետում եք մի մեթոդի, որի շնորհիվ կարելի է Պարկինսոն, էպիլեպտիկ նոպաներ այս խնդիրներից ազատվել, այս հիվանդություններից ազատվել շնորհիվ ֆունկցիոնալ վիրաբուժության կիրառմամբ մի մեթոդի, որը Հայաստանում կարելի ասել եզակի է։ Ձեր կողմից կատարվում Իրականում էպիլեպսիայի վիրահատությունները կիրառելով ֆունկցիոնալ վիրաբուժության ժամանակակից մեթոդները մենք գործածում ենք արդեն 5-րդ, 6-րդ տարին է եւ ունենք բավականին լավ արդյունքներ։ Պարկինսոնի հիվանդությամբ բուժառուներին սկսել ենք վիրահատել այս տարի։ Նպատակը նրանում է կայանում համարժեք վիրահատություններ կարող է կատարվել նաև էպիլեպսիայի ժամանակ,
Այսինքն այսպես կոչված աբլյացիոն վիրահատությունները, դրանք միտում այնպիսին է, որպեսզի այրվի այն հատվածը, այն գոտին, որը որ խնդիր է առաջացնում։ Մենք հիմա խոսում ենք էպիլեպսիայի մասին։ Այսինքն ախտածին օջախը մենք հայտնաբերում ենք նախ ախտորոշիչ միջոցներով, դա գլխուղեղի MRT-ն է բարձր տեսլա, բարձր հզորության սարքով, դա էլեկտրոենցեֆալոգրաֆիան է գլխի եւ նաեւ ներուղեղային էլեկտրոդների միջոցով կատարած ստերեո-EEG-ն է, որը մեզ ցույց է տալիս հստակ կոնկրետ որոշել այդ օջախը։ Ստուգել արդյոք այդ օջախը անվտանգ է հիվանդի համար, այսինքն այն չի պատասխանատու չի որևիցե շարժողական կամ զգացողական կամ խոսակցական կամ այլ ճանաչողական ֆունկցիայի համար եւ անվտանգ կլինի, եթե մենք այդ օջախը ընդհանրապես կորցնենք, հետո դրանից հետո կատարվում է այրում եւ այդ ախտածին օջախը այրելով մենք փաստորեն ազատվում ենք նաեւ այդ ախտածին իմպուլսներից եւ հետեւաբար որպես հետևանք նաեւ այդ խնդրից։ Իհարկե ամբողջ աշխարհում արդյունավետություն նմանատիպ վիրահատությունների կազմում է 60-ից 80%։ Մենք իհարկե ունենք 100% անոց նաև արդյունքներ, բայց դեռ ժամանակի մեջ նրանց պետք է գնահատական տանք։ Նպատակը նա է, որպեսզի օգնենք հիվանդին նախ փչացնել դեղորայքի քանակությունը, որովհետև ժամանակի ընթացքում այդ քանակության դեղերը խմելով առաջանում են դեղերի կողմնակի երևույթները, ձևավորվում են որոշակի նաև հակացություններ տվյալ դեղերը օգտագործելու համար եւ առաջանում է մի անլուծելի խնդիր, որ դեղը ցուցված է, բայց նաև հակացուցված է, Եվ բացի այդ դեղերի թողած նաև բացասական հետևանքները այլ օրգան համակարգերի վրա չէ պետք է դիտարկել, որոնք հասցնում են դրսևորվել, քանի որ բուժումը տևում է երկարատև, մինչև այսինքն ամբողջ կյանքի ընթացքում եւ դեղերը հասցնում են ցուցաբերել իրենց կողմնակի երևույթները։ Վիրահատությունը այս առումով նաեւ օգնության է գալիս դեղորայքային բուժման, որպեսզի դա ավելի լիարժեք լինի եւ որքան հնարավոր է նվազեցնել, պակասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ցնցումները, ինչքան դեպքերը իհարկե անհատական են։ Իսկ այ հետաքրքիր է վստահ եմ էպիլեպտիկ նոպաներ ունեցողներին հատկապես եւ ինչու ոչ նաեւ Պարկինսոնի հիվանդության, քանի որ նշեցինք ծերերն են, այ յուրաքանչյուր տարիքում դա կարելի է կատարել եւ միանգամից մյուս հարցս էլ տամ, արդյոք վիրահատությունը իսպառ լուծում է այս խնդիրը։ Վիրահատությունը էպիլեպսիայի դեպքում մեծամասամբ, ես ասացի մոտ 80%-ով է լուծում հարցը, Պարկինսոնի դեպքում լուծում է, ես նախ մի փոքր բացատրեմ, ինչ առումով եւ միասին որոշենք, թե որքանով է այն ամբողջական լուծում։ Ուրեմն Պարկինսոնի հիվանդության դրսևորման ձևեր կան, սա լինում է կամ միակողմանի կամ երկկողմանի, եւ վիրահատությունը կատարվում է նախ եւ առաջ մի կողմի համար։ Այսինքն միանգամից վիրահատել երկու կողմից եւ լուծել երկկողմանի հարցը բնականաբար դա իրական չէ, դա չի կարելի, դա հակացուցված է, որովհետեւ դա նաեւ օրգանիզմին է վնաս եւ մոտավորապես 6-ից 12 ամիս հետո կարելի է մտածել նաեւ վիրահատության այրելու կամ խթանելու, նաեւ մյուս կողմը մյուս հարցը լուծելու համար։ Իրականում Պարկինսոնի վիրահատության արդյունքը մենք տեսնում ենք ակնհայտ։ Եթե էպիլեպսիայի դեպքում մեզ պետք է ժամանակ, որպեսզի գնահատենք որքանով են կրճատվել ցնցումները, նախորդի համեմատ կամ վերացել են ընդհանրապես, ապա Պարկինսոնի վիրահատության ժամանակ մենք արդյունքը տեսնում ենք հենց միանգամից վիրասրահում, այսինքն մենք տեսնում ենք այդ դողն ու կարկամությունը, որը որ անցնում է, հենց որ մենք սկսում ենք այդ հատվածը այրել կամ խթանել, նայած թե վիրահատության որ տարբերակներ են տրված։ Իսկ եթե խաթարված են կոգնիտիվ խանգարումները, խոսքը եւ այլն։ Կոգնիտիվ խանգարումներով բուժառուներին իհարկե ցավոք սրտի հակացուցված են նմանատիպ վիրահատությունները, որովհետեւ այս վիրահատությունները, այսպես կոչված քայքայիչ վիրահատությունները, նրանք մի փոքր իհարկե ազդեցություն ունենում են ճանաչողական ասպարեզի վրա եւ եթե զրոյական կետից մենք արդեն ունենք ճանաչողական խնդիր, իհարկե այդ ամենը կխորանա, սա հակացություններից մեկն է, կոգնիտիվ խանգարումները Պարկինսոնի հիվանդության վիրահատության համար հակացություններից մեկն է։ Տարիքային սահմանափակումներից էլ խոսենք։ Պարկինսոնի հիվանդության համար իրականում տարիքային սահմանափակում որպես այդպեսին չկա, բայց սա շատ հարաբերական է, որովհետև մեծ նշանակություն ունի հիվանդի ընդհանուր վիճակը, ինքը կարող է տարիքով իսկապես
բավականապես շատ մեծ լինել, բայց առողջական առումով չունենա որևիցե խնդիր Պարկինսոնից Եվ հնարավոր է վիրահատել։ Եվ հնարավոր լինի վիրահատությունը, բայց կա նաև ավելի երիտասարդ տարիքում ունենա ուղեկցող այլ հիվանդություններ, որոնք որ իհարկե հակասություն կունենան վիրահատության համար։ Բժշկուհի, դուք բազմիցս կատարում եք այս վիրահատությունները, պրոֆեսիոնալների շարքին ենք ձեզ դասում, մեզ հետաքրքիր է ձեր տեսակետը հետվիրահատական գործընթացի մասին, դե կրկնվելու առումով արդեն խոսեցինք, արդյոք սա բարդ վիրահատություն է, մարդու օրգանիզմի համար մեծ ստրեսային վիրահատություններից մեկն է, քանի որ ուղեղի հետ է ասես։ Գիտեք, այդ հարցը շատ է հնչում բուժառուների կողմից եւ վիրահատության բարդությունը ես միշտ ասում եմ եթե այդ վիրահատությունը անեմ ես կամ անեք դուք դա իհարկե բարդ է դա պետք է անի բարձր որակ ունեցող նյարդավիրաբույժը որը որ մեր կենտրոնում ծառայության ղեկավար Հակոբյան Արման Պարքևիչն է անում եւ այո իսկապես դա բարձր որակավորում է պահանջում սա նյարդավիրաբուժական բարդագույն վիրահատություններից է շատ բարդ տեխնիկա կիրառ եւ այլն, այսինքն յուրաքանչյուր մարդուն սա տված չէ։ Այս բարդությունը ավելի շատ անձնակազմինն է, քան բուժառուին է, որովհետեւ ինքը պարզապես ամեն ինչը պատրաստ, ապահովված գնում է վիրասրահ, այնտեղ արդեն սկսվում է բարդությունը, որը որ իհարկե կապված է իր վրա է կրում բժիշկը։ Այո, հմտությունից բժշկի։ Իսկ հետվիրահատական այս ապաքինման շրջանը որքան է տևում։ Հետվիրահատական ապաքինման շրջան որպես այդպեսին չկա, որտեղ ինքը վիրահատություն մեր պատկերացրած այդ բաց վիրահատությունը, որ գլխի վիրահատություն իրականում այդպեսին չէ։ Այստեղ կատարվում է գլխուղեղի վրա մի փոքրիկ անցք զուտ այն բանի համար, որ այդ փոքրիկ ձողը տեղադրվի կամ էլեկտրոդ ինքը շատ բարակ սարք է, որը որ տեղադրվի հստակ այդ կենտրոնի մեջ եւ կատարվի գործողությունը բաց վիրահատություն չի։ Հետևաբար նաև մենք խուսափում ենք այդ կրկնվող ինֆեկցիոն բարդություններից, երկար վերականգնողական շրջանից ենք խուսափում եւ դրա արդյունքում որպես այդպեսին հետվիրահատական շրջանը երկար չէ։ Սովորաբար 1-2 օրվա ընթացքում բուժառուները դուրս են գրվում եւ գնում են տուն։ Իհարկե որոշակի ժամանակ դեռ լինելով մեր հսկողության տակ։ Եվ վերջում կխնդրեի ձեր խորհուրդ հղեիք մեր հեռուստադիտողին, ինչ խորհուրդ կտաք նրանց, եթե Պարկինսոնի հիվանդությամբ ախտահարված, այսպես ասած, տառապող հիվանդ ունեն ընտանիքում, ինչ քայլեր ձեռնարկեն, ինչպես նաև էպիլեպտիկ նոպաներով հիվանդ, խնդրեմ որպես բժշկուհի ձեր խորհուրդը, ինչպես վարվեն։ Իրականում այդ խորհուրդը շատ դժվար կլինի տեղավորել այս մի քանի րոպեի ընթացքում, սա ես նորից կրկնեմ, սա իսկապես մեծ սոցիալական խնդիր է, թե տվյալ բուժառուի հարազատների համար եւ թե տվյալ բուժառուի համար, որովհետեւ այդ մարդիկ բավականին դուրս են մնում մեր սովորական մեր սովոր առօրյա կյանքից եւ նրանց այդ ամբողջը ապահովելը նրանք բավականին անօգնական են դառնում, այսինքն եթե տան անդամը նաեւ աշխատում է տնից բացակայում է, այդ նրա ծանրաբեռնվածությունը շատանում է խնամքի առումով դա բավականին դժվար է դառնում, բայց դե մեր առաջարկած լուծումը եւ օգնությունը դա այն է, որը որ պլանավորվում է կատարվել Նաիրի բժշկական կենտրոնում մոտավորապես հունվար ամսից հետո խոսքը այդ հայ-չինական համագործակցության մասին է, որը պլանավորվում է կատարել 25 թվականի առաջի կեսում։ Այս համագործակցության արդյունքում մենք ձեռք ենք բերում բավականին մատչելի եւ հասանելի տարբերակով այդ DBS կոչված համակարգի, այսինքն ուղեղի խորը խթանման համակարգերը, որոնք որ կտեղադրվեն որպես լուծում, կտեղադրվեն մարդու ուղեղում որպես լուծում Պարկինսոնի հիվանդության եւ նաեւ էպիլեպսիայով հիվանդների համար։ Սա բժշկական առումով նոր բան է եւ նոր լուծում է առաջարկվում ոչ միայն քայքայիչ վիրահատություններ, այսինքն աբլացիոն այրող վիրահատությունները, այլ նաեւ խթանող։ Սրա առավելությունը կանում է նրանում, որ ուղեղի բջիջներ որպես այդպեսին չեն վնասվում, այլ նրանք պարզապես մշտապես խթանման մեջ են գտնվում եւ այդ ախտածին ալիքները, որոնք որ առաջանում են եւ առաջացնում են տվյալ խնդիրները, անընդհատ լինում են այդ ճնշող այդ խթանիչի ճնշող ազդեցության տակ եւ որպես
որպես այդպիսին կլինիկական դրսևորումներ չեն ունենում։ Երևի թե խորհրդի կերպով դա ոչ թե խորհուրդ, ավելի շատ այլ օգնության առաջարկ։ Այո։ Շնորհակալ եմ, իսկապես ունեիք շատ հետաքրքիր նորություն նյարդաբանական ոլորտում, մի խնդիր, որը շատ լայն տարածում ունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ մենք բնության դեմ անզոր ենք եւ ծերացման գործընթացը հենց առաջինը երևում է ուղեղի աշխատանքի գործընթացի վրա։ Իսկ Պարկինսոնի եւ էպիլեպտոլոգիայի առումով հրաշալի է, որ ունենք այսպիսի նորագույն մեթոդներով լուծումներ։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ նաեւ բոլոր մեր հեռուստադիտողներին Մեդինֆորմին մշտապես հետևելու, հետաքրքիր թեմաներ առաջարկելու եւ ձեր կարծիքները մեզ գրելու համար։ Շարունակեք այս տեմպերով, մենք խոստանում ենք անպայման անդրադառնալ ձեզ հետաքրքրող հարցերին։ Հարգելի հեռուստադիտող, բոլոր նրանք, ովքեր խնամում են ծերերին եւ Պարկինսոն հիվանդության հետ բախվել են, իմացեք, որ այս խնդիրը Հայաստանում իսկապես արդեն ունի լուծում եւ էպիլեպտիկ նոպաները նույնպես դրանք վիրահատական մեթոդով շտկվում են եւ այլևս հարկ չկա ողջ կյանքի ընթացքում ապրել դեղորայքից կախված։ Թեմայի շուրջ ես սիրով զրուցեցի Նայիրի բժշկական կենտրոնի նյարդաբան Քրիստինե Բաղդասարյանի հետ։ Հետևեք մեր թողարկումներին եւ այնտեղ կգտնեք բժշկական աշխարհի վերջին նորամուծությունները, կհանդիպենք։ Best Life հայ-ճապոնական բժշկական կենտրոնում բուժվում են սիրտ-անոթային բոլոր հիվանդությունները։ Լավագույնս կատարվում են բացառիկ միջամտություններ, սրտի ստենտավորում կրկնակի դեղապատ եւ լուծվող ստենտներով եւ սրտի կլապանի վերակառուցում հիվանդի սեփական հյուսվածքներով։ Բուժվում են նաեւ նյարդաբանական աղեստամոքսային հիվանդությունները։ Գործում է համակարգչային տոմոգրաֆիա, նորաբաց հեմոդիալիզի բաժանմունք, շտապօգնության ծառայություն, պոլիկլինիկա։ Մանրամասների համար զանգահարել 015 80 80 08 կամ 012 80 80 08 Best Life։ Մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով։